ինչ կլինի քեզ հետ, եթե 6-ից հետո ոչինչ չուտես, օգուտ թե վնաս օրգանիզմին։ Կբարելավի մաշկի որակը, քնի որակը, մարսողությունը կկարգավորի։ Իսկ միֆ է, որ երկար սոված մնալը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ դանդաղած նյութափոխանակությունը քաշի ավելացման պատճառ է։ Այո, դա միֆ չէ, իրականում դա այդպես է։ Ինչ կտամես 6-ից հետո չուտելը, ինչպես կանդրադառնա մաշկի որակի վրա։ Հորմոնները կարգավորվում են 6-ից հետո չուտելով։ Եթե 6-ից հետո չուտենք, կունենանք ավելի մաքուր աղիներ, թեթև զգացողություն, որը նաև շատ լավ կանդրադառնա հորմոնների, մաշկի, ինքնազգացողության վրա։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Մի կեր 6-ից հետո, եթե ուզում ես նիհարել արտահայտությունը, բոլորս ենք լսել, սակայն փաստ է, որ անգամ 6-ից հետո ուտելով կարելի է նիհարել, եւ հակառակը չուտելով կարելի է քաշ հավաքել։ Եվ ուրեմն, ինչ կլինի քեզ հետ, եթե 6-ից հետո ոչինչ չուտես, օգուտ թե վնաս օրգանիզմին։ Կզրուցենք սննդաբան, նուտրիցիոլոգ Հեղինե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միանգամից ասենք, ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե 6-ից հետո ոչինչ չուտենք, եւ օգուտ թե վնաս է օրգանիզմի համար։ 6-ից հետո չուտելը ունի իր դրական եւ բացասական կողմերը, նաեւ, այսպես ասեմ, մի քանի օր 6-ից հետո չուտելը դա ոչ մի վնասի, բացասական հետևանքի չի բերի, հակառակը կունենանք օգուտներ, օրինակ քնի կարգավորում կլինի, հորմոնների կարգավորում, մաշկի, քաշը ինչու՞ չէ կնվազի։ Անդրադառնանք այդ 5 գործոնների եւ սկսենք սննդից, հա, ինչ կլինի, եթե 6-ից հետո ոչինչ չուտենք, ինչպես այն կանդրադառնա մեր քաշի վրա։ Եթե ոչինչ չուտենք 6-ից հետո, դա ես կուզենամ անպայման նշեմ, որ դա անհատական ընտրություն է, որովհետև 6-ից հետո չուտել դա ոչ բոլորի համար է ճիշտ եւ նախատեսված։ Կան մարդիկ, որ ունեն առողջական խնդիրներ եւ այս դեպքում բացառում ենք 6-ից հետո չուտելը, հա։ Քաշի վրա կունենա շատ լավ անդրադարձ, քանի որ 6-ից հետո չուտելով արդեն մենք սնունդ ընդունում չունենք, կալորիաները ավելի քիչ է, պետք է նշեմ, որ շատ կարևոր է մինչև 6-ը ինչպես ենք սնվել։ Դա նույնպես շատ կարևոր է ու կարող ենք չուտել եւ ունենանք քաշի կորուստ, կարող ենք նաեւ ուտել եւ էլի ունենանք քաշի կորուստ։ Այո, քաշի կորուստ, ինչպես նշեցի, շատ կարևոր է մինչև 6 ժամանակահատվածում մենք ինչ ենք կերել, ինչպես ենք սնվել։ Այո, կալորիաների դեֆիցիտի, ճիշտ կալորիաների դեպքում 6-ից հետո բնականաբար կունենանք քաշի կորուստ։ Ինչպես 6-ից հետո ոչինչ չուտել, իսկ ինչ անել քաղցի զգացողության հետ։ Տեսեք, այստեղ նորից կարևոր է, շատ կարևոր է 6-ից հետո չուտելուց առաջ ինչ ենք անում, ինչպես ենք սնվում։ 6-ից հետո չուտել, երբ որ նորից պետք է քնենք մի քիչ ավելի շուտ, շատ սովորական, նորմալ, մենք կարող ենք 6-ից հետո չսնվել, խմենք խոտաբույսերով թեյ, եթե քնում ենք շուտ, բայց այն մարդիկ, եթե նստում են ավելի երկար, բնականաբար խոտաբույսերով թեյը բերելու է ժամանակավոր քաղցի կանգի նվազեցման, այո, կխմենք խոտաբույսերով թեյ, այսպես ասած, այդ պահին չենք ունենա սովի զգացում, բայց եթե շուտ չքնենք ու երկար նստենք, արդեն նորից միանգամից ավելի արագ կգա մեր սովի զգացողությունը, հետևաբար մենք կսնվենք արդեն ավելի արագ սնունդով, քաղցրով եւ այլն ու կունենա ավելի վատ անդրադարձ 6-ից հետո չուտելը։ Այո, բացասական կողմերն են։ Իսկ միֆ է, որ երկար սոված մնալը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ դանդաղած նյութափոխանակությունը քաշի ավելացման պատճառ է։ Այո, դա միֆ չէ, իրականում դա այդպես է։ Նյութափոխանակությունը դանդաղում է, այստեղ արդեն գալիս է մեր օրգանիզմը իրեն ընդունում է որպես սովի շրջան եւ ծախսում է իր էներգիան, ինչպես նաեւ կուտակում է իր ճարպային պաշարները։ Այստեղ ուզում եմ անպայման նշել, որ 6-ից հետո չուտելը, դա մենք խոսում ենք 3 օրվա մասին, դա չի կարող երկար բնույթ կրել, քանի որ կարող է բերել նաեւ բացասական արդյունքի, իսկ մինչև 6-ից հետո չուտելը ես անպայման խորհուրդ եմ տալիս սնվեք ճիշտ մինչև 6-ը, այսինքն ունենանք առողջ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Եվ այստեղ ուզում եմ անպայման նշել, եթե մենք ունենում ենք օրվա մեր ճիշտ սնունդ ընդունումը, 6-ից հետո բնականաբար արդեն սովի զգացում չենք ունենա, ճիշտ սնվելու դեպքում 6-ից հետո սովի զգացում չենք ունենա ու եթե քնենք նաև ճիշտ ժամին, արդեն կունենանք քաշի նվազում, կունենանք ավելի դրական ու ճիշտ արդյունք։
Լավ, իսկ աղիների աշխատանքի վրա ինչ ազդեցություն է ունենում 6-ից հետո չուտելը։ Այստեղ պետք է նշեմ, որ մեր աղիների աշխատանքը նույնպես կախված է մեր կենսակերպից, մեր ապրելակերպից, մեր սնունդ ընդունումից, ինչ ենք մենք ուտում, ինչքան ենք ուտում, ոնց ենք սնվում, դա շատ կարևոր է մեր աղիների աշխատանքի համար, չնայած դա շատ անհատական է, բայց 3 օր 6-ից հետո չուտելով, այո, մեր աղիներում մի շարք լավ փոփոխություններ տեղի կունենան, օրինակ մեր մարմինը կգա իր բիոլոգիական ռիթմին, վատ բջիջները կմարսեն վատ սնունդը, տեղ բացելով նոր բջիջների համար, առողջ բջիջների համար, լավ բջիջները, որոնք են վատ բջիջները, ինչ գործ ունեն այդ վատ բջիջները մեր աղիներում, խոսենք դրա մասին նույնպես։ Վատ բջիջները մեր աղիներում հայտնվում են վատ սնունդի հետևանքով, այսպես եթե ուտում ենք fast food, շատ քաղցրի դեպքում, գազավորված ըմպելիքի վերամշակված սնունդի, ցավոք սրտի, Եվ անընդհատ սնունդ են պահանջում։ անընդհատ, այո, Այդ վատ սնունդը։ Այո, իրանք անընդհատ ուզում են ու անկախ քեզանից դու սնվում ես, հետևաբար այդ սնունդի դեպքում բնականաբար մենք ունենում ենք աղիների վատ աշխատանք նաև։ Դրա համար պետք է մեր սննդակարգումներ առենք բջջանյութ, շատ բջջանյութ, միրգ, բանջարեղենի տեսքով, որ մեր աղիների աշխատանքը կարգավորվի։ Հետևաբար, եթե 6-ից հետո չուտենք, կունենանք ավելի մաքուր աղիներ, թեթև զգացողություն, որը նաև շատ լավ կանրադառնա հորմոնների, մաշկի, ինքնազգացողության վրա։ Այո, հիմա մաշկի մասին, հա, ինչ կտա մեզ 6-ից հետո չուտելը, ինչպես կանդրադառնա մաշկի որակի վրա։ Տեսեք, մաշկի որակի վրա 6-ից հետո չուտելը, էլի պետք է նշեմ, որ մի քանի օր 6-ից հետո չուտելը, այո, որ օրգանիզմը ինքնին մաքրվում է եւ հետեւաբար նաեւ անդրադառնում է մաքուր մաշկի վրա, լավ մաշկ ենք ունենում, բայց այստեղ պետք է նույնպես նշեմ, կրկնվեմ, շատ կարևոր է սննդակարգը, թե մենք ինչ ենք ուտում։ Բնականաբար վատ սնունդը նորից բերում է անառողջ մաշկի, հա, քաղցրը, ամենատարածված, այո, քաղցրը ինչքան վատ անդրադարձ է ունենում մեր մաշկի վրա։ Հետևաբար լավ մաշկ ունենալու համար նույնպես պիտի շատ առողջ լավ սնունդ օգտագործենք, օրինակ այնտեղ ավոկադոներ առենք մեր սննդակարգի մեջ, նուշ, ձուկ, էլի շատ օգտակար ճարպեր, այո, օգտակար ճարպեր, օմեգա 3 պարունակող մթերքներ, այո, նուշը, այո, դրա համար նշեցի ու շատ բջջանյութ նորից ու ջրի իհարկե քանակը շատ կարևոր է, կառավարել ստրեսը շատ կարևոր է, քնի ռեժիմն է շատ կարևոր, այդ ամեն ինչը անդրադառնում է եւ լավ մարսողության, եւ աղիների լավ աշխատանքի եւ մաքուր առողջ մաշկ ունենալու համար։ Եթե ուտենք վատ սնունդ, ու կապ չունի 6-ից հետո թե մինչև 6-ը, օրինակ աղի սնունդներ շատ վատ անդրադարձ կունենա մեր մաշկի վրա, բայց եթե ուզում ենք մենք փոխենք մեր կենսակերպը, ռեժիմը, շատ այո, շատ ճիշտ է, որ սկսենք հենց 6-ից հետո չուտելով, մաքրելով մեր օրգանիզմը։ Հորմոններից է կախված մեր քաղցի կամ հագեցվածության զգացողությունը, քունը ինչու ոչ, հորմոնները կարգավորվում են 6-ից հետո չուտելով։ Այո, 6-ից հետո չուտելով հորմոններն էլ կարող են կարգավորվել, բայց ես այսպես նշեմ, ունի եւ դրական եւ բացասական ազդեցություն։ Այո, դրական ազդեցությունն այն է, որ իջնում է ինսուլինի մակարդակը, կարգավորվում է մելատոնինի աշխատանքը, կորտիզոլի հորմոնն է կարգավորվում, բայց այն դեպքում, եթե քունը ճիշտ ժամանակին է լինում, օրինակ, եթե 6-ից հետո չուտել ու երկար արթուն մնալ, սա բերում է արդեն հակառակ արդյունքի, հա, արդեն ստրեսի հորմոնը բարձրանում է եւ արդեն ուտելու ցանկություն է առաջանում, սովի հորմոնն է բարձրանում, գրիլինը, ու այդ դեպքում արդեն հակառակ ազդեցություն է ունենում, այնպես որ ու նաեւ պետք է նշեմ, որ հորմոնները տարիքային են, հա, 40-ից հետո սկսում են հորմոնները այլ կերպ արդեն աշխատել ու 6-ից հետո չուտելը նորից
կուզենամ նշեմ, որ ընտրովի լինի, քանի որ մարդիկ կան, որ իրենց դեպքում հորմոնալ ունեն լուրջ խանգարումներ ու իրենց դեպքում 6-ից հետո չուտելը դա ավելի շատ բացասական ազդեցություն կունենա։ Իսկ ընդհանուր այո, մի քանի օր 6-ից հետո չուտելով մենք կունենանք շատ լավ արդյունք, կկարգավորվեն որոշակի հորմոններ, բայց դա պիտի արվի ճիշտ։ Որ ժամին է ավելի ճիշտ պարկել քնելու, որպեսզի հորմոնները չտուժեն, առհասարակ հորմոնները, եւ քաղցի, եւ քնի։ Մենք գիտենք, որ մելատոնին հորմոնը արտադրվում է ժամը 10-ից, այսպես ասեմ, հա, երբ որ արդեն լուսինը երևում է, նշանակում է, որ մեր օրգանիզմը ինքնին արդեն պատրաստվում է այդ քնի ռեժիմին։ Այո։ Դրա համար ցանկալի է, որ քնենք 10-ից գոնե 10-ից հետ 10-ին 11-ին Ամենաուշը 11-ին։ ամենաուշը, որ հորմոնները ճիշտ աշխատանքը իրենց կատարեն։ Ես անպայման ուզում եմ նշել քնի հետ կապված, որ 3 ժամ, մենք գիտենք, որ անհրաժեշտ է 3-ից 4 ժամ մարսողության համար, բայց պետք է նշեմ, որ կան դեպքեր, երբ որ մարդիկ օրինակ սնվում են ժամը 5-ին, մտածելով, որ սնվեցին ու 6-ից հետո արդեն կարող են չուտել եւ քունը հանգիստ լինի եւ այլն, բայց պետք է նշեմ, որ դա այդպես չէ, օրինակ, եթե մարդ ինքը ուտում է 5-ին, 5:30 ու ուտում է անառողջ սնունդ, օրինակ շատ ծանր, հագեցած սնունդ, գազավորված ըմպելիքներով, այնտեղ սոուսներով, fast food եւ այլն, պետք է նշեմ, որ 3 ժամն էլ դա շատ քիչ է։ Արդեն այնտեղ մարսողությունը ավելի երկար է կատարվում եւ եթե նա տվյալ անձնավորությունը, հա, քնի ավելի շուտ, արդեն քունը խանգարվում է, որովհետեւ քնի մեջ արդեն մարսողություն է գնում եւ ճիշտ քունը բնականաբար չի կատարվում, քունը ունի 3 փուլ, մենք գիտենք ու երրորդ փուլը հենց այդ խորը քնի, վերականգնման քնի փուլն է։ Դրա համար շատ կարևոր է նաև 6-ից հետո իմանալ ինչպես ուտել, ինչ սնվել։ Ես կողմ եմ թեթև սնվելուն, թեթև աղցանի տեսքով, թեթև փոքր սպիտակուցի բաժին, որպեսզի արդեն նպաստի նաև ճիշտ մարսողության ժամանակին ու բերի ճիշտ քնի, որ քնես ու այսպես ասած հագենաս քնից, այլ ոչ թե առավոտյան արթնանաս, արդեն հոգնած։ Բացի այդ, այո, բացի այդ սննդի ճարպերը տեղավորվում են որովայնի հատվածում, առաջացնելով մեծ փոր, հետևաբար այս բոլոր գործոնները փոխկապակցված են։ Իսկ ինչ տարբերություն 6-ից հետո չուտելու եւ ինտերվալային սովապահության միջև, մենք գիտենք թե որքան նորաձև է ինտերվալային սովապահությունը եւ մարդիկ ամիսներով, նույնիսկ տարիներով հետևում են այս սննդակարգին։ Կարծես թե մենք հենց դրա մասին էլ խոսում ենք 6-ից չուտելը 16-8 ռեժիմի եւ առավոտյան ուտելը, կարծես նույն ինտերվալային սովապահության մասին է խոսքը, պարզապես այստեղ 3 օր ենք առաջարկում ձեզ չուտել օրգանիզմը մաքրելու համար։ Ինտերվալային սովապահությունը ինքը շատ լավ, ճիշտ է, արդիական է, բայց շատ լավ ու ճիշտ, այսպես ասած, մեթոդ է, որը բուժում է մի շարք հիվանդություններ, իմ այս բոլոր նշած լավ դրական այո կողմերը հենց կա սովապահության մեջ ու եթե հիմա մենք նայենք մեր այս առաջարկած թեմային 6-ից հետո չուտելուն ինքնին բերում է հենց 16-8 սովապահությանը, քանի որ եթե մենք սկսենք օրը ժամը 10-ից ու ավարտենք ժամը 6-ին, արդեն դառնում է ինտերվալային սովապահություն եւ բնականաբար ինքը արդեն ունի շատ դրական կողմեր։ Բայց պետք է նաեւ նշեմ, նորից կուզենամ նշեմ, որ սա բոլորի համար նախատեսված չէ։ Կան այնպիսի դեպքեր, օրինակ, չգիտեմ, հղիների համար է հակացուցված, մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, շաքարային դիաբետի դեպքում, գաստրիտի, այո, ստամոքսի խնդիրների դեպքում եւ իրենց խոր չի տրվում ինքնուրույն այդ սովապահությունը անել պարտադիր բժշկի հսկողության տակ։ Փորձենք ամփոփել հեղինը, հիմնականում նշելով այն 5 առավելությունները, որոնք կտան մեզ 6-ից հետո ոչինչ չուտելը։ 6-ից հետո ոչինչ չուտելը մեզ մի շարք դրական կողմեր կտա, օրինակ կբարելավի մաշկի որակը, քնի որակը, մարսողությունը կկարգավորի, աղիների աշխատանքը, մեր մարմինը կգա իր բիոլոգիական ռիթմին, այսպես ասած, այո, քաշի վրա այո լավ անդրադարձ կունենա, այնպես որ 6-ից հետո չուտելը ունի մի շարք դրական կողմերը, բայց նաև կուզեմ անպայման նշել, որ պետք է պահենք մի քանի կանոններ, օրինակ սնվենք առողջ, բալանսավորված, ուշադրություն դարձնենք մեր նախաճաշի
ամենակարևորը, հա, ջրի բալանսը, քնի ռեժիմը, ակտիվությունը, շարժը, այս ամեն ինչի հիմքում ընկած է առողջ ապրելակերպը, հա, այսպես ասած, այնպես որ ինչքան էլ մարզվենք, ինչքան էլ փորձենք ինչ որ սովապահություն անենք եւ այլն, բայց շատ կարեւոր է թե մենք ինչ սնունդ ենք ուտում ու ինչ ապրելակերպ ենք վարում։ Ճիշտ ապրելակերպի դեպքում այդ բոլոր, այսպես ասած, գործոնները ճիշտ կաշխատեն եւ կտան իրենց դրական արդյունքը։ Շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Այո, ինֆորմացիան ուժ է, որն օգնում է գտնել ձեր բոլոր խնդիրների լուծումները, ապրել առողջ։ Հետևեք մեզ նաև սոցիալական էջերում, բաժանորդագրվեք մեր ալիքին, կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանի հյուրընկալության համար եւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։